Վարչապետ Նիկոլ Փաշինյան ներքին գործոստ նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց ներքին գործոստ նախարարության բարեգային ծառայության եւ ղեկավարման նորագարույց կենտրոնի վարչական համալիր։ Վարչապետը ծանոթացավ վարչական վարույթի իրականացման բաժնի մեջ տեղակայված քաղաքացիներու ընդունելության սենյակներուն, ինչպես նաեւ գումարտակներու շենքային պայմաններուն։ Վարչապետ Փաշինյան այցելեց նաեւ Զինանոց, հրացկարան եւ մարզասրահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան խորհրդարանին մեջ ներկայացնելով Ղարավարության գործունեության 2024 թվականի գդարողականը Ադրբեջանին առաջարկ ըրած է Լեռնային Ղարաբաղի հագամարտության ղեկավարման գարույցի ՀՀԳ Մինսկի խումբի լուծարումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ։ Մինսկի խումբի լուծարումը Ադրբեջանի նախապայմաններն մեկն է, որ ատկե հետո կստորագրվի համաձայնագիրը։ Վարչապետը նաև անդրադարձավ Բաքվի այն բնդումին, թե իբրև Հայաստանի սահմանադրությունը դարածքային բանջկներ կբարունագե Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետը արձանագրեց, որ սահմանադրության փնորինագի պաշտոնական մեկնաբանություն կրնադալ միայն Հայաստանի սահմանադրական դատարանը, այսինքն սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կրնապաշտոնապես ասել, թե ինչ կբարունագե եւ ինչ չի բարունագեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Վարչապետը վերջավորության վստահեցուց, որ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրագարք է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղեր ցղեց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներուն Մալակեթաու Սիդոնին արիթով։ Ժողովրդական այս բայձարդոնը քեղեցիկ արիթ է գիսվելու ուրախությամբ կրգին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներուն։ Ղարավարություն իր հերթին վճռական դրամատրված է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի ինքնության, բահբանման եւ զարգացման, գրթության հասանելիության, տնտեսական աշխուժության աջակցելու հարցով ըսված է վարչապետի ուղերձին մեջ։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարության մեջ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիա փոխվարչապետ արտաքին եւ եվրոպական հարցերու նախարար Տանիա Ֆայոնի հետ։ Կհայտնեն նախարարութենեն Հայաստանի եւ Սլովենիա արտաքին գործոստ նախարարներու առանձնազրույցի հետ ընդլայնված գազմով հանդիպում տեղի ունեցավ։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյան եւ Տանիա Ֆայոն հանդես եկած են համատեղ մամլու ասուլիսով։ Տանիա Ֆայոն պաշտոնական այցով Հայաստան ժամանեց 15 ապրիլին։ Վերջին 3 տարիներու ընթացքին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու թիմումներու թիվը էականորեն աճած է։ Ազգային ժողովի մեջ 2024 թվականի գդարման ընթացքի եւ արդյունքներու վերաբերյալ քննարկումներու ընթացքին այս մասին հայտարարեց Հայաստանի ներքին գործոստ նախարար Արփինե Սարգսյան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու թիմումներու աճ ունինք, որ վերջին 3 տարիներուն գդրվածքով կարելի է ասել երապատկված է, տարեկան գդրվածքով անցնելով 20,000-ը։ Սա բավական դրական ցուցանիշ է, նշեց նախարար Սարգսյան։ Գյումրիի ավականի նիստին Հայաստանի կոմունիստական կուսակցություն խմբակցության անդամ Վարդան Գուգասյանը միացային 18 կողմ քվեով ընտրվեցավ Գյումրիի քաղաքապետ։ Ավականի նիստին մասնակցած են 32 անդամներեն 18-ը, ավականի նիստին չմասնակցած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ պատրաստ է Իրանի հետ երկխոսության եւ այս թեմայով հերախոսազրույց ունեցած է Օմանի սուլթան Հայթամ բն Թարեկ Էլ-Սայդի հետ։ Հերթական ջբազրույցին հայտարարած է Սպիտակ տան մամլոքարտուղար Կերոլայն Լևիտ, մանրամասնելով, որ նախագահը շնորհակալություն հայտնած է Ամերիկայի եւ Իրանի միջև առաջին ուղիղ հանդիպումը կազմակերպելու համար եւ ընդգծած, որ Իրան պետք է վերջ տնե իր միջուկային ծրագիրին բանակցություններու միջոցով, ըսած է Լևիտ։ Երկու առաջնորդները քննարկած են նաեւ Ամերիկայի հութիներու դեմ շարունակվող ռազմական գործողությունները եւ ընդգծած, որ հութիներ ծանր քին կվճարեն, քանի դեռ չեն դադրեցներ հարձակումները Գարմիր ծովու մեջ նավերու վրա, նշած է Լևիտ։ 12 ապրիլին Օմանի մեջ բանակցություններ տեղի ունեցան Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչներու միջև իրանական միջուկային ծրագիրի շուրջ ստեղծված իրավիճակի ղեկավարման համար։ Իրանի պատվիրակությունը գլխավորած է արտաքին գործոստ նախարար Աբբաս Արաքչին, իսկ Ամերիկայի պատվիրակությունը Ուիթկոֆ։ Բանակցություններու երկրորդ փուլը տեղի պիտի ունենա 19 ապրիլին։ Չորեքշաբթի 16 ապրիլի գիշերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերը անօթաչուներով հարձակած են իրարու տարածքներուն վրա։ Ըստ Ուկրաինայի ռազմական օդային ուժերուն 16 ապրիլի գիշերը ռուսական անօթաչու թռչող սարքերը շարժած են դեպի Օդեսա, ինչպես նաեւ Կիև, Մոլդավա եւ Սումի շրջանները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով գիշերը Բելգորոդի, Վորոնեժի, Քուրսկի, Լիպեցկի, Մոսկվայի շրջաններու մեջ, ինչպես նաեւ Ղրիմի մեջ խոցված է ուկրաինական 26 անօթաչու թռչող սարք։ Տեղական իշխանությունները չեն հաղորդած այս շրջաններու մեջ փլուզումներու կամ զոհերու մասին։
ֆրանսական մի քանի փանդեր հարձակումի ենթարկված են անհայտ անձեր փանդերու գայնադեղիներու մեջ մեքենաներ այրած են, իսկ ուղիչ հիմնարկներեն մեկուն վրա գրագած են, հայտնած է France Press գործակալությունը։ Ֆրանսիայի հարավը գտնվող Ձովապնիա Թուլոն քաղաքի փանդին մեջ հարձակում են հետո Թարբասի վրա 15 ընթագի հետ հայտնաբերված է։ Վերջին ամիսներում Ֆրանսիայի արտարադատության նախարար Ժերալ Դարմանին եւ ներքին գործոստնախարար Բրունո Ռետյոն խոստացած են ուժեղացնել բայկարը թմրամիջոցներու աբորինի շրջանառության եւ թմրամիջոցներու հետ կապված հանցագործություններուն դեմ։ Դարմանին X-ի հարթագին իշխանություններուն կողմեն խոստացած է գոշտ եւ խիզախ պատասխան։ Կհաղորդե Reuters, Ֆրանսիայի մեջ արկրաված է հարավային Ամերիկայի երկիրներեն բերված հսկա քանակությամբ կոկային։ Վրաստանի նախագահ Միխայել Գավելաշվիլին հանդիպած է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկված են երկու երկիրներու ռազմավարական գործընկերության հարաբերություններու հիմնական ուղղություններուն վերաբերող հարցեր, ինչպես նաև դարաշրջանային նախագիծեր, անդրադարձած են դարաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության ապահովման։ Նախագահը երախտագիտություն հայտնած է Ադրբեջանին Վրաստանի ինքնիշխանության եւ դարածքային ամբողջականության անսասան աջակցելուն համար։ Բաքվեն հետո Գավելաշվիլին այս ամիս պաշտոնական այցելությամբ նաև Երևան պիտի ժամանե։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։